Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որոնք ոչ Հայաստանը, ոչ էլ Ռուսաստանը չեն շղթում։ Մենք ունենք երկու ընտրություն հիմնվել տարբերությունների վրա եւ այդ տարբերությունների հետագա ընթացքն ուղղել ավելի բացասական հուն կամ հակառակը հիմնվել ընդհանուր շահերի եւ հետաքրքրությունների վրա, իհարկե փոխադարձ հարգանքի ապահովմամբ, ասել են նա։ Շահագրգռված ենք նաեւ Հայաստանի ակտիվ մասնակցությամբ ՀԱՊԿ-ում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. «Մենք կողմ ենք մեր զինվորական մարմինների, իրավապահ մարմինների, անվտանգության ծառայության միջև սերտ շփումներին», նշել է նա։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեին։ Քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությունը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալները Սիրիայում հանդիպում է ունեցել երկրի նախագահ Ահմեդ Ալ-Շարայեի հետ, արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շեյբանիի ու սիրիական հետախուզության ղեկավար Հոսեյն Սալամեի հետ, քննարկել են Անկարայի եւ Դամասկոսի երկկողմ հարաբերությունները։